Նախնշան, որ հանձնաժողովում այս նախագծին կարևորելով նախագիծը Հայաստան խմբակցության պատգամներ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովում կողմ են քվեարկել։ Այս նախագիծը իրականում երկար ճանապարհ է անցել, նաեւ հանձնաժողովում դեռ ամիսներ առաջ ունեցել ենք աշխատանքային բավականին բովանդակալից քննարկում։ Տիկին Գալյան, հանձնաժողովում էլ է թեմայով խոսեցինք։ Նայեք, լիազոր մարմին ազգային անվտանգության ծառայությունը պարտավոր է տեղեկացնել անհատգործների հարազատներին, բայց ինքը շատ ընդհանրական է։ Արդյոք հնարավորություն տեսնում եք առաջինից երկրորդ ընթերցում ինչ որ պարբերականություն սահմանի։ Դիցուք 3-4 ամիսում է, կես տարին մեկ, բայց նաև ազգային անվտանգության ծառայությունը պարտավորված լինի տեղեկատվություն տրամադրել եւ այն ցավալի անցնող տարիների դեպքերը չլինեն, որ անհատգործների հարազատները ստիպած ձմեռ ամառով օրեր են անցկացնում մահացայի կամ կառավարության մոտ։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, հիմա օրենսդրական նախագծում նշված է հետևյալը, որ լիազոր մարմինը հենց օրենքով սահմանված կարգով, որտեղ սահմանվում է, եթե չեմ սխալվում, ժամկետ, հիմա նորից կասեմ այդ մասին, պետք է ընտանիքի անդամներին տեղեկատվություն տրամադրի հետախուզման իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին։ Եվ մի կարևոր դրույթ օրենքի նախագիծը եւս պարունակում է, որ այդ ընտանիքի անդամները իրենց նախաձեռնությամբ եւ լիազոր մարմնի համաձայնությամբ կարող են ներգրավել լիազոր մարմնին անհետ կորած անձանց հետախուզման գործընթացներում համապատասխան, այսինքն այն գործընթացներում, որոնք իրականացվում են ըստ էության լիազոր մարմնի կողմից։ Ժամկետների մասով, եթե կարգավորված չէ այս պահին, որովհետև բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, հիմա չեմ հիշում, ժամկետ նախատեսել ենք թե ոչ, ամեն դեպքում տեղեկատվության տրամադրման այն ժամկետները, որոնք գործում են բոլոր դեպքերում, կգործեն նաև այս դեպքում, բայց չեմ բացառում նաև հնարավորությունը, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում այդ ժամանակահատվածում կքննարկենք եւ նաև լուծումներ կգտնենք։ Ունեք արձագանք, համեցեք։ Շնորհակալ եմ, տեղեկատվության տրամադրման ընդհանրապես օրենսդրական կարգավորումը տեղեկատվության ազատության մասին օրենքով այնտեղ 6 օրյա, հետո 30 օրյա մի քիչ կարողա չհամընկնի այն մեխանիզմների հետ։ Ես նշեցի 15 օրյա ժամկետ է նախատեսվում պետական մարմինների համար, որպեսզի հարցումներին պատասխանեն, այդ մասին ելույթում էլ նշեցի, եւ 30 օրյա նույն ժամկետը ըստ էության 30 օր մաքսիմում։ Ամեն դեպքում առաջինից երկրորդ ընթերցում նաև կաշխատենք մի քանի փոքր դետալներ կամ փոփոխության, որը անհատգործների հարազատների հետ մեր պատգամներով քննարկում ենք ունեցել։ Շատ լավ, մենք միայն կողմ ենք։